Նախ գեյների հետ կապված հարցին, տեսեք, Ադրբեջանը նույնիսկ փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունները չի կատարել, որ մնաց մեկ ակնկալ ենք, որ Ադրբեջանը այն էլ ոչ բանավոր խոստման, այլ Հայաստանի իշխանությունների կարծիքով կարող է այդ փաստաթղթի ստորագրումից հետո դրական արձագանքել Բաքվու բանտերում գտնվող հայերի ճակատագրի։ Բնականաբար սա որևէ ձևով տրամաբանական չէ եւ սա որևէ ձևով չի բխում այսպես ասած ռեալ քաղաքականության այսպես առաջնահերթություններից։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը այս պահին հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք բացառապես այդ թվով, որովհետև 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարբեր տելեգրամյան ալիքներում, տարբեր այլ ապացույցներով նաև առաջ են եկել նկարներ, տեսագրություններ, որտեղ տարբեր ծնողներ նաև ճանաչել են իրենց որդիներին։ Հիմա այս պահին էլ մեր երկրում շուրջ 200 անհետ կորած անձինք կան եւ բնականաբար այս տեսանկյունից, երբ որ մենք խոսում ենք բացառապես 23 հայի մասին, բնականաբար նաեւ ֆիզիկական առումով նաեւ որոշակի վտանգ ենք արտահայտում նաեւ այդ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ, որովհետեւ որևէ մեկը չգիտի այդ մարդկանց կյանքը ինչպես է եւ որևէ մեկը չի կարող Ադրբեջանի թվերի վրա մենակ հիմնվելով ասել, որ Բաքվի բանտերում կան 23 անձինք։ Հատկապես այն դեպքում կրկնում եմ, որ պատերազմից հետո եղել են տարբեր տեսագրություններ, որտեղ այսօր անհետ կորածի կարգավիճակով ունեցող տարբեր զինծառայողներ երևացել են այդ կադրերում։ Եվ Հայաստանի Հանրապետության խնդիրն է ոչ միայն պայքարը մղել 23 հայերի վերադարձի, այլ հասկանալ, թե անհետ կորած անձինք ուր են, որտեղ են, եթե կան մարդիկ, ովքեր զոհվել են, ապա որտեղ են զոհվել, ինչ հանգամանքներում եւ գոնե մասնուկների հետ կապված հարցերը բարձրաձայնել։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ անհայտ կորած մարդիկ կան, որոնց զոհվելու փաստը չկա եւ դա ողջամիտ պնդում է առաջացնում նաեւ նրանց ծնողների հարազատների մոտ, որ այդ մարդիկ կան, ապրում են, գտնվում են ադրբեջանական պայմանականորեն բանտերում, բայց Ադրբեջանը նրանց մասին որևէ բարձրաձայնում չի իրականացում։ Երբ որ մենք խոսում ենք գեյների ռազմագերիների մասով, որպես կանոն բարձրաձայնվում է այն թեման, որ Հայաստանի իշխանության կողմից, որ նրանց հնարավոր թեման առաջին պլան բերելը կարող է տապալել այսպես կոչված խաղաղության գործընթացը, բայց ես ուզում եմ ասել հետևյալի մասին, եթե Հայաստանի որևէ իշխանություն խնդիր ունենար այդ թեման իր առաջնային քննարկման օրակարգում պահելու, ապա դա կարող էր զուգահեռ հարթությունում դառնալ բանակցությունների առարկա, որովհետև տեսեք, օրինակ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանը հայտարարեց, որ այդ ռեգիոնալ ապաշրջափակման թեման խաղաղության պայմանագրից դուրս է բերվելու եւ առանձին է քննարկվում, ինչը այս վերջին ամիսների տեղի ունենում։ Հիմա ինչ-որ խանգարում Հայաստանի իշխանությանը գեյների ռազմագերիների հարցը, առասարակ հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում անհետ կորածների հետ կապված դարձնել առանձին քննարկման օրակարգ եւ զուգահեռ հարթությունում քննարկման տանել։ Հայաստանի իշխանությունների նման քայլից չգնալը ըստ էության ցույց է տալիս նրանց մոտ կամքի բացակայությունը եւ այդ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը։ Ես ինքս մասնակցել եմ տարբեր հանդիպումների, այդ թվում խորհրդանում տեղի ունեցած երկու փակ լսումների, որոնք 5.5-6 ժամ են տևել, որոնց մասնակցել են ուժային կառույցների ղեկավարներ, մասնակցել են անհետ կորած մեր տղաների հարազատները եւ այլն, եւ ինքս որևէ հիմնավորում չեմ տեսել պետական կառույցների կողմից, ովքեր տարբեր ձևերով կամ տարբեր թելերով զբաղվում են այս գործով։ Այս մարդիկ 4-5 տարի տառապում են եւ տառապում են հատկապես այն պատճառով, որ իշխանությունը ինքը վերաբերմունք չի ցուցաբերում, պատշաճ վերաբերմունք չի դրսևորում եւ աշխատանքները կամ ձգձգվում են, կամ տարբեր դեպքերում նույնիսկ թեման կանգնած է։ Դրանով է պայմանավորված նաեւ այն մեծ լարվածությունը, որ տարբեր քննարկումների ժամանակ տեղի ունենում, ընդհանուր դրանք հաստում են փողոցներ փակելու եւ այլն, եւ բնականաբար այս մարդկանց չեն կարող չհասկանալ, որովհետեւ դրված է մարդկանց հարց, ովքեր մեր հայրենիքի պաշտպանության համար տարբեր հիմունքներով, սպայի կարգավիճակով, պայմանագրայինի, կամավորականի, պահեստազորայինի գնացել եւ ներգրավել են եւ
4-5 տարի անցած, բայց նրանց ճակատագրերի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Սա ցանկացած լուրջ պետության, իրեն հարգող պետության համար պետք է լիներ առաջնային հարց, որտեղ հայրենիքի պաշտպանը դա այս պետության թիվ 1 մարդն է եւ բնականաբար նրա հետ կապված ցանկացած հարց, սոցիալականից մինչեւ պատերազմական հնարավոր գործողություններ պետք է լինեն նորմալ պետությունների ուշադրության կենտրոնում։ Խնդրում եմ երկրորդ հարցն ձեր հիշեցրեք, որովհետեւ այդ համատեքստում ուզում եք հասկանալ թե սահմանի տեղ ունեցող այս սահմաններով եւ այդ դատավարության կոնկրետ այս փուլերով ինչ խնդիրներ ուզում Ադրբեջանը գերի պատասխանել։ Առաջին Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանությունների հիշեցնել, որ ինքը կարող է վերադառնալ սահմանային ակտիվության ժամանակագրությանը, որովհետև տարբեր փուլերում Ադրբեջանը սահմանային լարվածությունը փորձում էր օգտագործել որպես դիվանագիտական ճակատում, որպես ճնշում գործադրելու միջոց։ Իհարկե մինչև 2018 թվականը ադրբեջանական սադրանքներին, տարբեր բնույթի գործողություններին հայկական կողմը տվել է այնպիսի պատասխան, որոնք ոչ միայն ջախջախիչ են եղել նրանց տարբեր միավորների համար, այլ դրանք հնարավորություն չեն տվել դիվանագիտական հարթությունում կամ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ դիրքավորում ապահովել Ադրբեջանի համար։ Ավելին հայկական կողմի գործողությունները, որոնք արտահայտվել են եւ դիվանագիտական մակարդակում եւ ռազմի դաշտում, մեզ հնարավորություն են տվել ոչ միայն ընդգծելու մեր կառուցողական կողմ լինելը եւ մեր առաջնահերթությունը հասնելու այս կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը, այլ տարիներ շարունակ մեզ հնարավորություն են տվել բանակցային գործընթացում յուրաքանչյուր հերթական փաստաթղթի դեպքում անընդհատ բարելավել մեր հնարավորությունները։ Մեկ օրինակ բերեմ, երբ որ քննարկում է օրինակ 2007 թվականի Մադրիդյան փաստաթուղթը, մենք Մադրիդյան փաստաթղթից 2007-ից մինչև 2011 թվականի Կազանյան հանդիպում, այսինքն 4 տարվա ընթացքում 30-31 շտկում ենք արել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, այսինքն յուրաքանչյուր փուլ իր հետ բերել է բարելավումներ եւ դրա հիմքում եղել է ոչ թե կոնկրետ այդ օրվա հանդիպումը կամ այդ օրվա բանակցությունները, այլ ինչպես ասում են, եւ գետին եղած իրողությունները եւ ռազմի դաշտում եւ դիվանագիտական մակարդակում արվող աշխատանքը։ Իհարկե, շատ ցավալի է այդ համատեքստում արձանագրել այն իրավիճակը, որը վերել է հասրել է մեզ այս իշխանությունը, այս ողբերգությունների շղթան 20 թվականի պատերազմով, 21, 22, 23 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի փաստով 23 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական վերահսկողությանն ու հայաստանյան իշխանությունների համաձայնությանը եւ այլն, բայց մենք ամեն դեպքում չենք կարող համեմատության մեջ ներկայացնել այն իրավիճակը, որը ունեցել ենք մինչև 18-ը եւ 18-ից հետո։ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումներով նաեւ փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, սահմանամերձ բնակավայրի բնակչության միջոցով նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ապրում են հանրապետության տարբեր հատվածներով, դա իր անուղղակի ազդեցությունը այնուամենայնիվ թողնում է։ Հատկապես այն պարագայում, երբ որ Հայաստանում ապրող մարդը գիտակցում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը եւ տարբեր այսպիսի իրավիճակներում ինչպիսի պաշտպանություն են իրականացրել իրենց բնակիչների կամ իրենց քաղաքացիների համար։ Բնականաբար այս ամենը նաև հաշվի առնելով Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան տարբեր փուլերով արտահայտել, իսկ Հայաստանի իշխանությունը իր լռությամբ, անտարբերությամբ հանցավոր անտարբերությամբ նաև Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում առավել ագրեսիվ գործելու եւ նոր պահանջատիրությամբ հանդես գալու համար։